Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հունվարի 18-ին նախազգուշացրել է, որ երկրի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի վրա հարձակումը կհանգեցնի պատերազմի։ Հունվարի 17-ի իր ելույթում Խամենեին բարձր է գնահատել Փեզեշքյանի դերը վերջին ցույցերը ճնշելու գործում, միաժամանակ ընդունելով, որ մեջբերում ցույցերի ժամանակ սպանվել է մի քանի հազար մարդ։ Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանում կատարվող իրադարձությունների մեղավոր է ճանաչել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդին, նշելով, որ մեջբերում Խամենեին է մեղավոր երկրի լիակատար ոչնչացման եւ աննախադեպ բռնության կիրառման համար։ Թրամփի խոսքով եկել է Իրանում նոր ղեկավարություն փնտրելու ժամանակը։ Նորվեգիայում տեղակայված իրանական իրավապաշտպան խումբը հաստատել է անվտանգության ուժերի կողմից առնվազն 3428 ցուցարարների մահը, մինչդեռ ԱՄՆ-ում տեղակայված Հրանան հայտնել է, որ զոհերի թիվը կազմել է 3308 մարդ, իսկ ավելի քան 24000 մարդ ձերբակալվել է։ Ակտիվիստների տարբեր խմբեր նշել են, որ հրապարակված թվերը ավելին են, քան ասվում է, բայց ինտերնետի անջատման պատճառով դժվար է ստուգել այս տեղեկատվությունը։